Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներին, հարգելիներս, տեսեք ինչ լավ գիլաս եմ հենց նոր նվեր ստացել, հարգելի հետևորդներ ջան, հələ նայեք ուտելու գիլասը, հենց սենց ամանով ինձ նվիրեցին հարգելիներս, սա էլ դե մեր այգու ծիրանն է, խնձորն է, իմ լավ հետևորդներ ջան, ինչպես եք հարգելիներս, ինչպես է տրամադրությունը, ինչպես է ձեր առողջությունը, իմ լավ հետևորդներ ջան։ Արևոտ եղանակ, պայծառ եղանակ, հարգելիներս, այսօր կրկին թութ ենք քաղել, վաճառել ենք, հիմա գնանք դուրս միասին, մաքրել եմ բակս, հարգելի հետևորդներ ջան, չնայած որ բոլոր գետինը նայեք թութ է, դե սա պետք է լվանանք, բայց չլվացի այսօր, ավլեցի, մաքրեցի, հələ ժողովուրդ ջան, այս նայեք այս թարմային, դե թարմայ է սա կոչվում, դրել եմ սենց դույրի մեջ, ուզում եմ սենց փաթաթվի սիրուն կամար սարքեմ, այս ծաղկե փնջով սիրուն կամար սարքեմ, այս աստիճանների վերև հարգելիներս, այստեղ էլ եմ փոքր նորից դրել, փոքր կապրոնի ամանի մեջ, սա էլ հեսա թելով կկապեմ, սենց կձգվի ու կբարձրանա վերև, այսպիսի գործեր հարգելիներս, թութը քաղել ենք, մաքրությունն արել եմ, ուզում եմ այսօր պատրաստեմ ամառային տոլմա, հարգելի հետևորդներ ջան, սուրճս պատրաստեմ, սուրճս խմեմ ու անցնեմ իմ գործին։ Փոքր էլ քաղցր դնեմ, սուրճիս հետ խմեմ, բանջարեղենը նախապես լվացել եմ, դրել եմ այս գեղեցիկ ամանի մեջ, հարգելիներս, միսս էլ սարցարանից հանել եմ, արդեն փակել է, որ պատրաստեմ ամառային տոլմա։ Տեսեք ինձ սիրուն վառել եմ,
մեջը ընդհանրապես ոչ մի բան չի ելել, ժողովուրդ ջան։ Սուրճը դրել են վրեն ու մոռացել են վառվելը։ Մեջը ոչ մի բան չի ելել, բայց կողքերը հələ նայի։ Կողքերը, որ ասում է վառվածությունը կողքերից է դուրս եկել։ Սուրճս պատրաստ է, լցնեմ։ Ժողովուրդ ջան, սուրճս պատրաստել եմ, տեսա կխմեմ կադրից դուրս։ Չեմ սիրում, սովորություն չունեմ, որ սուրճը խմեմ, համել զրուցեմ, ժողովուրդ ջան։ Կամ թեկուզ ինչ-որ մի բան ուտեմ, ուտելու ընթացքում խոսամ։ Չեմ սիրում, չեմ կարողանում այդպիսի կադր հանեմ կամ այդպիսի տեսահոլովակ նկարեմ ուտելու ընթացքում, խմելու ընթացքում, ժողովուրդ ջան, չեմ կարողանում։ Դա իմը չի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ Էլենին, գեղեցիկ ու լավը ցանկանալու համար, բոլորն էլ շնորհավորել էին Էլենիս եւ Էլենիս ցանկացել էին լավ հաջողություններ։ Շնորհակալ եմ բոլորիցդ, ժողովուրդ ջան, շատ շնորհակալ եմ ձեզանից իրոք։ Կրկին Էլենս երրորդ տեղը ընկավ, հարգելիներս, ընդամենը մեկ միավորի պատճառով ընկավ երրորդ տեղը, որ կարող էր ընկներ երկրորդ տեղ։ Բայց ոչինչ, կարևորը երրորդ կամ առաջին, երկրորդ տեղը չի, կարևորը որ Էլենս մասնակցում է։ Դե երեխեն մի քիչ տենց տխրեց, մի փոքր, բայց պետք չի տխրի։ Մենք հույս ենք տալու իրան, որովհետև դեռ առջևում շատ մրցումների կգնա, շատ փառատոների կմասնակցի, նույնն էլ իր ուսուցչուհին է իրան ասում։ Իր հետ կար մեր հարևանի տղան, ինքն էլ է ու երկար տարի է թառի է գնում այդ երեխեն ու մենակ թառ չէ։ Ամեն ինչ, երաժշտական գործիքներ շատ է օգտագործում։ Ու հիմա շարունակում այդ երեխեն իրար հետ էին, երկուսը նույն ուսուցչուհու մոտ են պարապում ու միասին էլ գնացին փոքրիկ քայլ մրցույթ փառատոնին։ Ալենը ընկավ առաջի տեղ, Էլենս ընկավ երրորդ տեղ։ Դե շնորհավորել ենք մենք Ալենին ու իրոք Ալենը արժանի էր այդ առաջին տեղ ընկնելուն, հարգելիներս, շատ լավ նվագում է, շատ լավ։ Էլենս էլ վատ չնվագեց, շատ լավ նվագեց, շատ գոհ էին, անգամ ծափահարելուց հետո ժյուրին իրան հարցրեց. դու ես Էլեն ջան ընտրե այդ թառ գործիքը, այդ հարցը տվեց բեմի վրա երեխուն, դա քո ընտրածն է, թե ինչ-որ մեկի։ Էլենս պատասխանեց, որ ինքն է ընտրել։ Ու իրոք, հարգելիներս, Էլենս դաշնամուրի էր գնում, դաշնամուր շատ է սիրել, գնացել է դաշնամուր։ Ու դաշնամուրի հետ միասին ինքը ընտրեց թառը։ Ու այնպես չի, որ ստիպել ենք երեխուն կամ դեմ ենք ընկել երեխուն։ Ուղղակի աջակցել ենք մեր երեխուն, որ կողքից կարողանա օգտագործի երկրորդ երաժշտական գործիքը։ Ու շատ լավ թառ է նվագում իմ աղջիկը, թառի հետ միասին անգամ երգում է իմ աղջիկը։ Այնտեղ մեկը գրել էր, ինչքան հիմա ուրախ եք ձեզ զգում բեմի վրա, այո, իրոք իմ լավ հետևորդ ջան, շատ ուրախ ենք զգում, մենք բոլորս էլ ուրախանում ենք մեր Էլենով, քույրիկն էլ է ուրախանում, իր ապերն էլ է ուրախանում, որովհետև իր քույրիկն ու ապերիկը շատ տարիքային տարբերությունով մեծ են ու շատ ուրախանում են մեր Էլենի հաջողություններով։ Աստված տա, որ իմ Էլենը շարունակի այդ երաժշտական ուղին բռնի ու հարգելիներս, մենք այդ ենք ուզում, որ ինքը շարունակի երգը։ Դե հիմա արդեն կդառնա թառահար, կդառնա դաշնակահար, թե երգչուհի, դա էլ Աստված գիտի, առաջ Աստված, հետո մենք։ Շնորհակալ եմ հարգելիներս լավ գեղեցիկ մեկնաբանությունների համար։ Դե ես չէի կարող այդպես բոլորիդ
հատիկ գրեի մեկնաբանությունը հարգելիներս, ասում եմ բարձրաձայն։ Ոչ։ Հարգելիներս, ընդհատեցին այդ պահը, մեր թութ տանող տղաներ նորից թութ էր ուզում, այդա պատուհանը խփում է, որ հելնեմ, նորից ասում եմ մի րոպե վերջացնեմ, բան եմ խոսում ու գամ։ Դե հարգելիներս, այդքանն էի ուզում ասեի, որ շնորհակալությունս հայտնեմ հենց այսպես։ Սուրճս էլ սառեց, հիմա ես իմ սուրճը խմեմ, իհարկե կադրից դուրս ժողովուրդ ջան։ Սկսենք կարակից, հարգելիներս։ Դե այս կարակը արել էի ու դեռ չեմ էլ կտրել տղե սարցարանը։ Հիմա պետք է կտրտեմ և դնեմ սարցարանը։ Ինձ հարցնում եք, թե ինչ եք հանում սոխի միջուկը, ասեմ, շատ տհաճ է լինում սոխի միջուկը, թե ճաշերի մեջ, թե գիտեմ հարգելիներս, դրա համար ես միշտ սոխի միջուկը հանում եմ։ Համը հեչ դուրեկան չի լինում, չգիտեմ, այդպիսին եմ ես։ Նամանավանդ, որ տան անդամները սոխել չեն սիրում։ Սա արդեն կդնենք գազօջախը։ Մի փոքր ձեթ եմ լցնում կարակի հետ։ Դե հիմա սոխը տապակ։ Միսը լցրեցի, հիմա լցնենք բրինձը։ Կտրենք կանանչին էլ իմ այգունն է, ժողովուրդ ջան, համեմ և սամիտ։ Պղպեղ, կարմիր պղպեղ և ցիտրոն։ Չոփիկներն էլ հավաքենք։
մեջ էլ լավ լցնենք։ Գործ ես անում, 4 խոմը, տեստոտում եմ։ Կարակի հոտը լավ գալիս է։ Ժողովուրդ ջան, սիրում եմ, հենց սիրում եմ կարակով ճաշը, յուղ չեմ անում, հազվադեպ եմ յուղ անում, հարգելիներս, իհարկե կարակով էլի, ոչ թե առած յուղ, միշտ օգտագործում եմ կարակ։ Պոմիդորի միջուկը հանենք, կտրտենք, լցնենք սոխի վրա, ժողովուրդ ջան, տոմատի հետ։ Դրա համար հենց առաջինը պոմիդորն եմ մաքրում։ Ժողովուրդ ջան, հո պոմիդոր չի, խնձոր է, խնձոր, ասենք խնձոր ավելի լավ է, անունն է պոմիդորը։ Գնացինք, էլ ինչա։ Լցնենք օմա, դրանից հավասար ժողովուրդ ջան, տոմատը, պոմիդորը, սոխը, բադրջանը չեմ կլպում, ժողովուրդ ջան, հենց այսպես եմ թողում տղեպով։
Սոխարածը ինչ վիճակում է։ Քիչ ջուր լցնենք։ Այսքանն էլ ավելացավ թավայի մեջ ժողովուրդ ջան, սա էլ ամենավերջում կլցնեմ տոլմայի վրա։ Սա կդնենք կողմ, վերան կծածկենք, անցնենք միջուկի, նորից լավ խառնենք։ Վերջ, արդեն պատրաստ է միջուկը։ Մնում է լցնենք այս սիրուն բանջարեղենների մեջ ժողովուրդ ջան։ Սա էլ դնեմ մի կողմ, մտածեմ թավայի մեջ, թե կաթսայի մեջ էփեմ տոլմեն։ Իհարկե խորը կաթսայի, խորը թավայի մեջ։ Հարգելիներս, վերջը ընտրեցի կաթսա։ Անցնենք բիբարի։ Բիբարները ժողովուրդ ջան, այդ տեսեք ոնց եմ լցրել։ Ու շատ եմ լցրել մեջը, որովհետև բիբարները մեծ է։ Մի փոքր տեղ եմ թողել, որ ուռի կողքերից չթափվի։ Այս մի քթալը հանենք։
հասանք պամիդորին, հետը հասավ պամիդորին։ Հարգելի հետևորդներ, մսի միջուկից մնացել է, այստեղ մի փոքր սառնարանում կաղամբ ունեմ, որոշեցի կաղամբով էլ փաթաթեմ։ Չէ՞ Էլեն ջան։ Այս կտորը գորշ եմ եթել, այս կեսը պահել է աղցանի համար, բայց տոլմային տեսք եկավ ժողովուրդ ջան։ Ջուրը դրել եմ արդեն գազօջախին, հիմա սա էլ կլցնենք մեջը կթուլանա, ամեն կփաթաթենք, կողքից փաթաթելով կհելնենք։ Հարգելի հետևորդներ, սենց կտորներ եմ անում և օգտագործում եմ։ Հիմա սա կլցնեմ ու կդնեմ սառցարան։ Մեր Գորևանի գործարանի խանութն է, հենց անմիջապես վերցնում եմ գործարանի ժողովուրդ ջան, արդեն երկար տարիներ, ոչ թե նոր մի ամիս, երկու ամիս, մի տարի չէ, ես միշտ հենց Գորևանի կարակտն եմ օգտագործում։ Դու Էլեն ջան, ուզում ես ուտես, հացվել, մեղրել կա, ուզում ես մեղր քսի գրեն։ Ուզում ես ջեմ քսի գրեն, հենա, սառնարանում ջեմը կա, մեղրը հեսա խլադովկում է, վեր։ Էլեն ջան, ես մեկը շուտ դիր սառցարան, ձերքերդ մաքուրա վերանը, հագի Էլեն ջան։ Մի հատ է կթալ բեր մեղրին Էլեն ջան։ Կթալ, սա բերեմ։ Ոնց կսեմ, մի քիչ շատ կսեմ, քիչ կցեմ, ասա տենա, Էլուշիկ։ Մի հատ էքսի։ Բան բեր, Էլեն ջան, ափսեբեր եսի դնեմ, փոքր ափսեբեր դնեմ մեջ։ Ոնց հայել է Էլենիս մտքով մեղրը անցե, կարագը անցե։ Այս մեղրամոմից լսնեմ, Էլեն ջան, հա։
աղջիկ։ Մամայի սիրուն աղջիկը։ Այն անձառոցիկից եկալ։ Այսի դնեմ տեղը, ժողովուրդ ջան։ Վերջի ցելոֆանն է ժողովուրդ ջան։ Էլեն ջան, փիսիկն էլ ա ուզում մի կտոր հացի վրա այդ կարագից դու քսել։ Բայց կուտի կարա։ Հա, կուտի, ինձ կուտի, չէ, չի ուտի։ Մի քիչ մեղր Մեղր չի ուտի, բանիկ։ Մեղր չի ուտի։ Ես էլ տանք փիսիկին ժողովուրդ ջան, հետա մնացել։ Ես էլ դնեմ շուտ սարցարանը չհալի։ Հետո որ կկտրեմ, կտեղավորեմ։ Կաղամբն էլ փաթաթեցի։ Մնաց սա սիրուն կդասավորենք։ Երկու հատ էլ պամիդոր ավելացնեմ, քիչ թափով մեծ պամիդորը ժողովուրդ ջան, մանր չկա, բայց տոլմային հարմար է, որ մանր լինի, որովհետև այս մեծ պամիդորները հեչ հարմար չի տոլմային։ Սայի վրա փոսիկը հանեմ պամիդորի, որպեսզի ջուրը չթափի տախտակին, չնայած որ թափեցինք արդեն։ Վերջ, այս պամիդորներն էլ լցնեմ։ Վերջ, հարգելիներս, հիմա մնում է ջուր լցնեմ և դնեմ գազօջախի։ Ջուրը լցնենք, վերջ։ Ժողովուրդ ջան, այս կարմիր սոուսն է եռալու ընթացքում թող մի քիչ էրթվի, հետո կլցնենք
տոլմայի վրա։ Գնանք խոհանոց։ Խոհանոցս էլ մաքրեցի, հարգելիներս։ Ամանները լվացի, այնտեղ մի փոքր կերկա տանեմ տամ հավերին, հավերին էլ կեր ու ջուր անեմ ու գամ տուն, այսպես, ահա, խոհանոցս էլ մաքրեցի, վերջացրեցի, ինձ մի հատ գործ ես անում, ժողովուրդ ջան, մի բան պատրաստում ես, շուտ թափվում է, այստեղ հացեր կա դրած, այս հացերն էլ պետք է կտրատեմ, դնեմ կամ սառնարանում, երևի սառնարանում կպահեմ, որովհետև շատ է այսօրվա մեր հացը, կտրեմ տեղավորեմ, էդ էլ այդպես։ Տոլման էլ արդեն ուզում է եռա։ Տոլմայի վերաժողովուրդը։ Վերջ հարգելի հետևորդներ ջան, հիմա արդեն կանջատել գազօջախը, ափսեն էլ հանեցի կաթսայի վրա, որ դրել էի, իմ պատրաստած տոլմեն արդեն եփած վիճակում հարգելիներս։ Պատրաստում եմ ակրոշկա, հարգելիներս, հիմա վարունգը լվացել էր, մի հատ կլեպը հեռացնեմ, հարգելիներս, վարունգն եմ կտրատում, չգիտեմ, պարզ երևում է թե չէ, մանրացնեմ լավ, մանրացնեմ, որ խառնեմ մածունի հետ։
ավելացնում եմ հարգելիներս չորացրած դաղց, վայրի նանա են ասում դաղցին, չոր վիճակում, ձեռքերս էլ լվամ մի հատ, հիմա էլ մածուն լցնեմ ու հարեմ, լցնեմ, վերջ, հիմա ասենց լավ կհարեմ, ժողովուրդ ջակու ջուրը կլցնեմ, ասենց անեմ, որ ջուրը լցնեմ, ջուրը լցրեցի, հիմա մի հատ էլ խառնենք քթալով, որ ընդհանուր խառնվի, հարգելիներս, դե արդեն տոլման պատրաստ է, մնում անստենք ու համտեսենք և պետք է համտեսենք այս համով, թանով հարգելիներս և շնորհակալություն եմ հայտնում մինչև վերջ մեր հոլովակը դիտելու համար և նորից եմ ասում այն մարդկանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակոճակը, ինչու չէ տարածեք մեր ալիքը, լայքեք ալիքը և գրեք մեկնաբանություններ, հարգելիներս, դե այսքանով էլ ձեզ ասեմ բարի խաղաղ երեկո։